Բարևձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանը խնդիր չի տեսնում, որ ինքը 3-րդ, 4-րդ կամ 5-րդ անգամ կարող է ղեկավարել Հայաստանը, թեպետ ժամանակին Սերժ Սարգսյանին մերժում էր 3-րդ ժամկետի հավաքնելու համար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Օրագիր Նյուզի այն հարցին, թե չի ստացվում, որ այն ժամանակ նա պայքարում էր ոչ թե Սերժ Սարգսյանի ու նրա սուպերվարչապետական կոստյումի դեմ, այլ դրա մեջ հարմար տեղավորվելու Սերժ Սարգսյանի հրապարակային խոստման հետ, որ ինքը չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Ինչ վերաբերվում է ձեր նշած երկրորդ հարցին վարչապետի հետ կապված, ինչքան ես գիտեմ, խորհրդանական կառավարման երկրներում վարչապետի առաջադրման ժամկետ անգամների հետ կապված սահմանափակումներ չկան եւ այդ հարցերը կարգավորվում են կուսակցական ընտրություններով, որի ավանդույթը մենք այսօր թափանցիկ կերպով բան ենք անում, ստեղծում ենք։ Եվրոպայում լիդերներ են եղել, ովքեր 3, 4, կարող նույնիսկ 5 անգամ առաջադրվել են ընտրություններում առաջադրվել են եւ հաղթել է։ Ասաց Նիկոլ Փաշինյանը, ակնարկելով, որ դեռ 4-րդ ու 5-րդ անգամ էլ կարող է հավակնել վարչապետի պաշտոնին։ Նիկոլ Փաշինյանը նաև միֆ է որակել այն պնդումները, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են։ Նրա խոսքով Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած դեպքերից հետո տեղի է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները եւ պնդումները, թե կռվել են եւ այլն, մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը։ Փաշինյանը հավելել է, որ հետախուզության տվյալներով սպառազինության առյուծի բաժինը 80-ից 90% անձեռնմ խելի է մնացել։ Նա առասպել է որակել խոսակցությունները, թե մինչև վերջ մարտեր են մղվել։ Իմիջիայլոց կարիք լինի այդ տվյալները կգաղտնաձեռնենք Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեն։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, նշել է կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով 44-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ ճողոպրել են որոշակի պլանի շրջանակներում, որպեսզի դա ներկայացվի որպես Հայաստանի իշխանությունների դավաճանություն եւ այդ ֆոնին իշխանափոխություն իրականացվի։ Բայց նրանք չէին կարող դա անել, քանի որ չէին ներկայացնում ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովուրդներին, նրանք լեգիտիմություն չունեին, նշել է Փաշինյանը։ Նա վստահեցրել է, որ մինչ այդ իշխանությունները պայմաններ էին ստեղծել, որպեսզի քաղաքական գործընթաց տեղի ունենա, իսկ Ղարաբաղի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտել են դրան, այլև իրականացրել են իշխանափոխություն, ինչի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում միմյանց շնորհավորում էին հակառակ գնահատականներին եւ զգուշացումներին։ Ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, այնինչ որ արեցին Ղարաբաղում, հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Այդ մարդիկ, ընդ որում նրանց մի մասը Հայաստանի իշխող շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, բառից բուն իմաստով նրանք փախան Ղարաբաղից։ Ընդ որում ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք եւ թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա, Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք, իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու, նշել է Նիկոլ Փաշինյանը։ Դա դիվանքը մերը չի, դա դիվանքը հայկական չի, դուք դա դիվանքում մոմ վառած չկաք, դա դիվանքը մերն է, դա դիվանքը հայկական է։ Եթե դուք կարծում եք ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը դիմելով ԿՊԱ-ականներին։ Նա շարունակեց իր խոսքը նշելով, որ դա դիվանքը հայկական է, իսկ նրանք ովքեր կարծում են հայկական չէ, ինչպես Ալիևն է ասում, աղվանական է, այս ամյոնից պետք է ասեն այդ մասին, որպեսզի ժողովուրդը հասկանա այդ մարդկանց դիրքորոշումները պատմության, ինքնության նկատմամբ։ Դա դիվանքը Ղազանչեցոցը մերն է ու հայկական է։ Ասում եմ, Արարատը, Արագածը, Խուստուփը, Իշխանասարը մերն է, մեր ինքնության տարբեր գագաթներն են։ Արարատը մեր ինքնության չէ, թե դա այլ է կայսրական ինքնության ձևավորման կտոր։ Ես չեմ կարծում, նշել է ընդդիմադիր падգամավորը, ապա հավելել. Արարատը իմ ինքնության մի մասն է, եթե ձեր ինքնության մասը չէ, եկեք այստեղ կանգնեք ու ասեք, որ Արարատի հետ կապ չունեք, ուրեմն պետք է փոխենք Արարատ քաղաքի անունը, Արարատ մարզի անունը եւ ի վերջո արտաքին գործերի նախարար ունենք Արարատ անունով, ինքն ինչ է, քայլող սադրանք է, գրողը տանի։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի ու Արցախից տեղահանված կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած դեպքը։ Դեպքի հետ կապված ցանկացած հանգամանք դատապարտումը անկախ նրանից դա վերաբերում է վարչապետին կամ ցանկացած այլ քաղաքական ուժի։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մանասյանը։ Լրագրողների հարցին վարչապետի պահվածքն եք դատապարտում, Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. Բնականաբար եւ շատ կարեւորում եմ, որ դրանից հետո նորեղությամբ հանդես եկավ ոչ թե այլ քաղաքական ուժերի առանձին մասնագիտական համայնքների պես վարչապետը հարձակվեց օրինակ Մարդու իրավունքների պաշտպանի կամ պաշտպանի հաստատության վրա, այլ դրանից հետո որոշակի գործողություններ հետևեցին։ Արցախցի կնոջն ուղղված Փաշինյանի փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել արտահայտությունից հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել էր բռնի տեղահանված անձանց եւ փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաեւ նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ գայնության երաշխավորմամբ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը։ Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային իրավական չափանիշները։ Դեռևս հայտնի չէ, թե երբ կկայանա Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն է նշել այսօրվա ճեպազրույցի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին։ Մարտի 23-ին կառավարության հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են հանդիպել առաջիկայում։ Մենք պայմանավորվել ենք, որ փորձենք փնտրել առիթ, որ խոսակցությունը շարունակենք, քանի որ նախընտրական փուլ ենք մտնում, ես ԵԱՏՄ միջոցառումներին չգիտեմ, թե որքանով կմասնակցեմ, հիմա աշխատում ենք, տեսնենք, ասաց Փաշինյանը։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են 2025 թվականի դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում։ Կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնյական լիազորությունները չարաշահելու եւ խարդախության դեպքերի արդիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում Վառնաձորի համայնքապետարանից այսօր 10 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ ձերբակալված 10 անձանցից 7-ը համայնքապետարանի նախկին եւ գործող պաշտոնատար անձինք են։ Հակակոռուպցիոնն այլ մանրամասներ չի հայտնում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վառնաձորի համայնքապետարանից 1 տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկվել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներն ավելի քան 2 տարի առաջ խուզարկել էին Գույքի կառավարման եւ եկամուտների հավաքագրման բաժնի այդ ժամանակվա պետ Արմեն Այվազյանի ղեկավարած բաժինը։ Նրան ու իր ենթականերին դարձյալ բերման էին ենթարկելու քրեական վարույթ էր հարուցվել։ Քննիչների կասկածները վերաբերում էին համայնքին պատկանող հողատարածքների վարձակալության գործընթացներին, մինչ օրս սակայն այս գործով մեղադրյալներ չկային։ Այվազյանը մի ուրիշ կաշառքի գործով էր մեղադրյալ դարձել անցած տարեվերջին։ Նա ձերբակալվել, հետո ազատ էր արձակվել, դրանից հետո նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից ու համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նրա փոխարեն այս պաշտոնին նշանակեց Այվազյանի կնոջը Լիլիթ Հովսեփյանին։ Վերջինս այսօր հրաժարվեց պատասխանել ազատության հարցերին։ Երևանում էլ այսօր կատարված խուզարկությունների արդյունքում 10 անձ է ձերբակալվել, առավոտյան հայտնի էր դարձել, որ խուզարկություններ են իրականացվում մայրաքաղաքի 20 հասցեներում։ Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է թմրամիջոցների արտադրամաս, տարբեր տեսակի եւ չափերի թմրամիջոցներ, ապօրինի պահվող զենք, զինամթերք 10 անձ ձերբակալվել է, հայտնում է ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։ Այսօր մարտի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի աշտարակ խոշորացված համայնքի Մուղնի բնակավայրի վարչական տարածքում բախվել են Opel եւ Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի եւ բախվել բետոնե էլեկտրասյանը։ Վթարի հետևանքով ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների 2 հոգի տեղափոխվել են աշտարակ բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։